Ես այստեղից է ոնց որ Ես շենքի լիազորը պետք է անի, ոչ թե վիոլա ջուրը։ Պատերն էլ այն արդեն խոնավանում։ Հունվարի 21-ն է, Երևան կենտրոն վարչական շրջան, ժողովրդին ավելի շատ հայտնի վերնիսաժի հարևանությամբ կինոյի տան շենքում ենք, բարձրահարկ էլիտար շենքում, որտեղ տևական ժամանակ է բնակիչները չեն կարողանում գտնել լուծումը, թե ով պետք է այս խնդիրը վերացնի։ Իսկ խնդիրը, որ լուրջ է, բավականին դա ակնհայտ է։ Խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ըստ բնակիչների ինչքան ժամանակ է ջուրը այսպես թափվում է, արդեն պատերին կա բորբոսի հետքեր, հիմքերը կվնասվի հիմքերը շենքի, իսկ բնակիչները չգիտեն ով պետք է այս թերությունը վերացնի։ Ասում են վիոլա ջուրը, բայց իմ կարծիքով այստեղ վիոլա ջուրը անելիք չունի, պետք է շենքը ով կառուցել է, պայմանագրով պետք է հատուկ կետ լինի, որ եթե նման խնդիրներ առաջանան, կառուցապատողը կամ եթե շենքը հանձնված է կամ համատիրությանը կամ համատիրության էլի հավանաբար կամ թաղապետարանը պետք է իրենք վերացնեն, այնպես որ սա այն հարցն է, որ այստեղ վիոլա ջուրը անելիք չունի։ Այսպես տակառ են դրել ռետինե, երբ ջուրը լցվում է, հետո գալիս են դույլերով դատարկում են։ Ինքը շենքի ավտոկայանատեղին է, տեսնում եք, այսպես ջուրը գնում, լցվում է ավտոկայանատեղիում։ Էսա, այսի սաղ շենքի հերեկանից երստն է, բորբոսնում արդեն։
Նայ սող։ Էսա սող։ Էսը խմելու ջրի բանն է, թե կոյուղի։ Կես ասում են խմելու է։ Հոտ կգար, կոյուղուլներ հոտ։ Այսի։ Էսա նայ ոնց է կաթում, ժողովուրդ։ Ոստե։ Սենց նայ որ պատերի հերն անիծվում է Solo stână. Էսի առաջին հարկն է, չէ՞։ Թե նկուղային է։ Հա, ավտոկայանատեղի երկրորդը։ Ստենա էսի։ Շենքը բան կլինի։ Վտանգավոր է, էլի։ Վտանգավոր է, Ստենա է։ Երկու շաբաթ այս վիճակն է։ Հա։ Նույն պատկերն է նաև Վարդանանց 18 կոտորակ 2 բազմաբնակարանային շենքի, սա ոնց է կոչվում -2 ավտոկայանատեղիում, որտեղ ըստ բնակիչների արդեն 2 շաբաթից ավելի է, տեսնում եք, եւ -1-ում եւ -2 ավտոկայանատեղիում ահավոր վիճակ է։ Պատերի արանքներից կարելի ասել ջուրը հոսում է, խմելու ջուրը, իսկ թե ով պիտի սրա դեմը առնի, դեռևս կարելի ասել բնակիչների համար դարձել է գլուխկոտրուկ, բայց որ վիոլա ջուրը այստեղ անելիք չունի, դա ակնհայտ է, սա պետք է մտահոգի Երևանի քաղաքապետարանին, կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, եւ եթե համատիրություն կա կամ շենքը կառուցապատողին, որպեսզի շատ արագ այս խնդիրը լուծեն։ Մի ամբողջ բարձրահարկ շենք, այդ թվում կինոյի տունը, դառնում է վթարային, եթե սրա դեմը չառնեն։ Գիտեք, ջուրը որ միտեղ լցվում է, պատերի ինչ ցեմենտով ուզում է արած լինեն, ֆունդամենտը թափած լինեն, միևնույնն է, շենքի երեք կանիծվի, հիմքեր երեք կանիծվի, հիմա տեսնում եք, հան։ Եվ այսա տեսեք -2-ից լցվում է -1, տեսեք ոնց է թափվում ջուրը։ Բնակիչները նշում են, որ սա խմելու ջուր է եւ 2 շաբաթ է այս վիճակն է։ Ամբողջ պատերը ամբողջությամբ թրջված, բորբոսնում են, արանքներից ջուրը թափում է։ Սրա դեմը օր առաջ պիտի առնեն, հակառակ դեպքում շենքի հիմքերը կխարխլվի ու խնդրեմ, այս շենքը կդառնա վթարային։ Տեսնում եք, պատերը ոնց է բորբոսն է։
Այսինքն հենց ստեղ է էլի այդ վթարվածը։ Ստեղից ստե պետք է գործանենս ձեզ։ Այն կապուտ գիծը ուր էր, հա, հեսա։ Էսի վիոլան արե բայց։ Սրա տակ է էլի ջրի խողովակը վնասվեց։ Ստեղից դուրս չի տալի բայց ջուրը։ Չորա։ Քանի հարկանի էր ժողովուրդ։ 23 Թամանյանը գերեզմանում ֆռում ա մի։